Մարդաշատ է մայրաթոռը Կիրակի երեկոյան։ Հազարավոր հավատացյալներ են միացել մեր ձևով շարժման նախաձեռնած ուխտագնացությանը։ Մենք ստեղով մկրտվում ենք, մենք որ հանգուցյալ ենք ունենում, գալիս դիմում ենք քահանային, որ գա մեր հանգուցյալի թաղման արարողությունը կատարի։ Մենք մեր երեխուն բերում ենք ստեղ ենք մկրտում։ Կնունքները անում են ստեղ, թաղման թափորները, որ արարողությունները կատարում են մեր քահանաները։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք պարտավոր ենք որպես քրիստոնյա ազգ լինենք մեր եկեղեցու, մեր քահանայի կողքին։ Մարդիկ այստեղ են ասելու, որ իրենց եկեղեցու եւ հոգեվոր առաջնորդի կողքին են։ Այս մեր ուխտով եւս մեկ անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է եկեղեցու կողքին, հայ ազգը կանգնած է մայրաթոռի կողքին եւ թող X մարդիկ հստակ տեսնեն, որ մենք մեր Սուրբ եկեղեցու կողքին ենք եղել, կանք եւ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ծաղկված իշխանությունը թող տեսնեն, որ մարդիկ լուրջ են, հետևողական են, ուշադիր են։ Եթե Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս մեր եկեղեցին, ուրեմն թող ինքը հեռանա, ասում են ուխտավորները։ Այս մարդիկ չեն թողիր, որ եկեղեցուն որևէ մեկը կպնի։ Դրա համար էլ մենք պետք է եկեղեցին պաշտպանենք։ Եթե իրաց դուր չգալի մեր եկեղեցին, թող իրանք հեռանան մեզանից, թող հեռանա մեզանից, քինակորչի։ Եկել եմ որ թափ-թփուկի դեմն առնենք Փաշինյանի, կանգնենք մեր Սամվել Կարապետյանի կողքին։ Ոնց ասեմ, ես մեր միակ հույսը մնացել է Սամվել Կարապետյանին, եթե այդ չստացվեց, չեմ ասում թե ինչ պետք է լինի։ Սամվել Կարապետյանի եղբորորդին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է, եկել են աղոթելու հասարակության համերաշխության համար։ Երևի վերջնական համերաշխության, մեր հասարակության մեջ։ Սա առաջին, բայց ոչ վերջին ուխտագնացությունն է, վստահեցնում են մեր ձևով շարժման անդամները։ Կեղծիքը իշխանականների կողմից, երբ որ դաշտ է մղվում, ինչ որ նպատակներ ունի, եւ այդ նպատակները պարզ ու մաքուր չեն, եւ ցանկացած պարագայում մենք կանգնած ենք եկեղեցու կողքին։ Հիմա էլ ցույց ենք տալիս, որ եկեղեցին միայնակ չէ, որովհետեւ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին պիտի պաշտպանված լինի իր հետևորդների կողմից, պիտի պաշտպանված լինի, որովհետեւ մեր ազգին համախմբող կառույցներից է։ Վեհափառ վանկարկելով մարդիկ սպասում են, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը դուրս գա վեհարանից։ Նրանք վեհափառ հայրապետին ուղեկցում են մայր տաճար։ Հայրապետական օրհնություն են ստանում ուխտավորները։ Մայրաթոռ եկած ուխտավորներին իր օրհնությունն է բաշխել վեհափառ հայրապետը։ Միասնական աղոթք, ժամերգություն մայր տաճարում եւ հույս հավատ, որ Աստծո օրհնությամբ արդարությունը վերականգնվելու է։ Քաղաքական որոշումով կեղծ ու շիտ մեղադրանքներով ազատազրկում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ Միքայել արքեպիսկոպոս Աջապատյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Գարեգին քահանա Արսենյանը, ազգային մեծանուն բաներար Դիակ Սամվել Կարապետյանը եւ այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թող Տերը քաջառողջություն եւ արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում եմ, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար փաթաթված մեր զավակները։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտավորներին կոչ է անում ամուր մնալ, չընկրկել դժվարությունների առաջ։ Մեր կոչն է մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր
ի նշան վառ հավատի ու բարու հաղթանակի ուխտավորները լույսերով են շրջապատել մայր տաճարը։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։